Գյուրջյան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Կալություն, պարոն Սարգսյան, նախ իսկապես չափազանց կարևոր նախաձեռնություն է եւ կարևոր է, որ սա համակարգային խնդիր է որպես դիտարկվում։ Իմ հարցը մի քանի ենթատեքստ ունի։ Առաջինը հետեւյալն է, ակնհայտ է, որ կանխարգելում, բացահայտում, պատժում շղթայի մեջ կենտրոնական տեղում կանխարգելումն է։ Այս նախագիծը ծանոթանալով կարծում եմ շատ քիչ տեղ է հատկացված կանխարգելման, արդյոք համակարգային առումով քննարկել եք կանխարգելման բլոկը ուժեղացնելու, այդ թվում նաև կանխարգելման շրջանակներում խոչընդոտող անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը, կանխարգելումը խոչընդոտող անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը առանձին դիտարկելու, երկրորդը բացահայտման շրջանակներում հավելյալ գործիքներ ստեղծելու, որը թույլ կտա թե իրավասու մարմիններին եւ թե նաեւ ցանկացած անձի ավելի արդյունավետ ներգրավես process-ի մեջ եւ պատժիչ արդեն հատվածը, որը իմ կարծիքով բավականին այսօր էլ խրթին է, սկսած վարչական պատասխանատվությունից եւ նրանով սահմանված մանր չափերից ավարտված զգալի կամ խոշոր չափերի դիտարկումներից, այսինքն այստեղ էլ կա կարիք վերանայելու, որտեղ արհեստական թմրամիջոցները հատկապես հիմա նույնիսկ չնչին քանակությունը, որը որ կարող է նաև չհամարվել մանր չափ սահմանված պահանջներին համապատասխան, իր ավերիչ ազդեցությունը շատ ավելի մասշտաբային իրականացնի, քան թե այլ թմրամիջոցի տեսակ, որը թեև սահմանված է եւ այլ, այսինքն նաև այս մասով ու կարևոր մեկ բան, առանձին ես չտեսա ձեր նախաձեռնության մեջ, որ եթե դա իրականացվել է պաշտոնատար անձի կամ իշխանական լիազորությունների իրացման շրջանակներում, արդյոք նպատակարար չէ, որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգաման կամ որակյալ ավելի հանցակազմ դարձնելու տեսակետից սա նույնպես դիտվի։ Հանրային իշխանության կամ իշխանական լիազորություններ, այդ թվում նաև ինչու ոչ մասնավոր սեկտորում որոշակի տնօրինչական լիազորությունների շրջանակում նման գործողություն իրականացնելը որպես ավելի խիստ պատասխանատվության միջոց։ Ակնհայտ է, որ եթե այս կազմակերպությունները կամ այս լիազորությունները ունեցող մարդիկ ավելի դյուրին են դարձնում այս արատավոր երևույթի տարածումը, նրանց նկատմամբ պատասխանատվությունը շատ ավելի խիստ լինի։ Այս բանն ես կա։ Խնդրեմ, պարոն Սարգսյան։ Պարոն Մինասյան, շնորհակալ եմ հարցերի համար։ Փորձեմ բոլոր հարցերին անդրադառնալ, եթե որևէ հարցեր բաց թողեմ, կխնդրեմ, որպեսզի արձագանքի ժամանակ հիշեցնեք։ Նախ կանխարգելման իմաստով պատիժների խստացումը եւ խստությունը իր հետ բերելու է նաեւ կանխարգելման խնդիրներ լուծելու, որպեսզի մեր քաղաքացիները, ինչպես նշեցի, օրինակ այս պահին գործող կարգավորումներով խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատասխանատվություն է նախատեսվում մինչև 6 տարի ժամկետով։ Երբ մենք այս պատժի շեմը բարձրացնում ենք, դա լինում է պակաս գրավիչ եւ նաեւ ունենում է կանխարգելման գործիք հանդիսանում։ Բայց կանխարգելման համար սրանով չենք սահմանափակվում եւ մի շարք այլ գործիքակազմեր ենք օգտագործում եւ հիմա էլ առաջիկայում էլ նաեւ վարչապետի առաջարկությամբ դրանք էլ ավելի մեծ թափ կստանան, խոսքը վերաբերվում է կամավոր կամ ընտրանքային թեստավորմանը եւ մենք ուսումնական հաստատություններում, ուժային կառույցներում, ինչու՞ չէ ազգային ժողովում իրականացնենք թեստավորումներ, որպեսզի մեր քաղաքացիները իմանան, որ հնարավոր է իրենք պատահականության սկզբունքով ստիպված լինեն թեստավորվելու եւ սա նույնպես բերի կանխարգելման, այսինքն քաղաքացին, օրինակ ազգային ժողովի պատգամավոր կամ մեկ այլ պաշտոնյա կամ զինվորական կամ ուսումնական հաստատությունում սովորող աշակերտ կամ ուսանող, եթե գիտի, որ ինքը հնարավոր է պատահականության սկզբունքով ընտրվի եւ արդեն ստիպված լինի հանձնել թեստավորում, դա նաեւ կունենա լուրջ կանխարգելման
միջոց կլինի եւ մեր այս քաղաքացիները, մեր բնակիչները, մեր սիրելի քաղաքացիները կմտածեն արդյոք արժի օգտագործել տրամամիջոցներ թե ոչ, քանի որ հայտնաբերվելու դեպքում դա կունենա բացասական հետևանքներ իրենց եւ իրենց ընտանիքի, իրենց միջավայրում եւ ընդհանրապես իրենց ապրելակերպի հետ կապված լուրջ խնդիրներ կառաջացնի։ Սրանովից թեստավորումը, ինչի հանձնարարական արդեն տրվել է իրապահ մարմիններին, ներքին գործերի նախարարությանը եւ առողջապահության նախարարությանը վարչապետի կողմից հանձնարարականը կա, առաջիկայում կարգերը կսահմանվեն, խնդրեմ նաեւ որպեսզի դուք էլ առաջարկներ ներկայացնեք, ինչպես անենք, որպեսզի այս ընտրանքային կամ կամավոր կամ պարտադիր թեստավորումը լինի ավելի արդյունավետ եւ ավելի ընդգրկուն եւ նաեւ սրա մեջ կարող են ներառել ինչու՞ չէ նաեւ պատգամավորներին, որպեսզի պատգամավորները նույնպես կամավոր հանձնեն թեստավորում, դրանով իսկ նաեւ օրինակ ծառայեն մեր հանրության համար։ Հաջորդ հարցը, ինչ վերաբերվում է պատիժը առավելագույնս ծանրացնելու կամ երկրորդ աստիճանի ծանրացնելու մասով փոփոխություն կատարել եւ պաշտոնատար անձանց ներգրավմամբ կամ պաշտոնատար անձանց կողմից կատարել է խստացնող հանգամանք դիտարկելուն իրականում դեմ չեմ, սրա մասով երկու կետ կա խստացումների մեջ, շահադիտական նկատառումներով եւ խմբի կողմից եւ պաշտոնատար անձի կողմից եւ նա պաշտոնատար անձն է անում, դա արդեն իսկ դառնում է շահադիտական նկատառումներով եւ խմբի կողմից եւ արդեն իսկ խստացնող նորմ կա այս մասով, բայց կարող ենք ինչու՞ չէ նաև ավելացնել պաշտոնատար անձանց կողմից խնդիր չեմ տեսնում։ Արձագանք։ Սկսեմ բանից հայտնի իրավունքի մեջ, որ պատժի խստացումը չի բերում արարքի վերացմանը կոնցեպտի հայտնի լինելուց, պարոն Սարգսյան, անշուշտ պատժի պետք է խստացվի, բայց հույսներս տնենք միայն պատժի խստացման վրա չենք կարող սրա դեմ պայքարել։ Ավելին հիմնականում աշխարհի փորձն էլ է դա ցույց տալիս, ինչքան ուզում ես խստացրա, այստեղ դա չի բերում մեխանիկորեն, այսպես ասած, այս արատավոր երևույթի կանխարգելմանը։ Եվ հետևաբար իմ պատկերացում հետևյալն է, հույսներս այդքան չդնենք պատժի խստացման, որքան որ կանխարգելման եւ բացահայտման կանոնների վրա։ Պատժի խստացումը պետք է դիտարկել, այո, համապատասխան դուք նշեցիք հանցավոր կազմավորումներ ստեղծելու կամ շահադիտական նկատառումներով եւ այլն, բայց ուղիղ կապ հաստատել լիազորությունների չարաշահման կամ պաշտոնական դիրք օգտագործելու եւ շահադիտական կամ այլ նպատակներով ես չէի դիտել այդ կոնտեքստում, հակառակ սա պետք է առանձին կետ լինի, որը որ պատիժը խստացնելու նաև տրամաբանության մեջ դիտվի։ Հետևաբար կառաջարկեմ, որպեսզի այս ընթացքում նաև քննարկում իրականացվի։ Ինչ վերաբերում է թեստավորման ընտրանքային տարբերակի, հավանաբար կարող է դուք տեղյակ չեք, բայց թե պետայրավական հարցերի հանձնաժողովն է անդրադարձել այդ հարցին եւ թե նաև մեր խմբակցության պատգամավոր Ագնես Խամոյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, բավական ակտիվ քննարկվել է, ընդ որում կառավարության տեսակետը բացասական էր, հետո հանձնաժողովի քննարկման արդյունքում մի քիչ մեղմվեց եւ որոշում կայացվեց, որպեսզի աշխատանքներ ծավալվի, եթե չեմ սխալվում, Տիկին Մինասյանը եւ Տիկին Խամոյանը ակտիվ աշխատում են այս ուղղությամբ եւ խոսքը չի գնում միայն падգամավորների, ավելին խոսքը գնում էր նախ եւ առաջ իրավապահ մարմինների, ուժային կառույցների եւ առաջարկ կար նաեւ, այո, հենց սկսենք նաեւ падգամավորներից էլ, կառավարության անդամներից էլ, որպես առաջին հենց կարևոր հանրությանը, ասես մշակույթ փոխանցող հաստատություններ հենց մենք ենք, առաջին ճակատում մենք ենք, եթե մենք չպետք է այդ օրինակը ցույց տանք, ապա ով։ Հետաբար այս տեսակետից աշխատանքներ արդեն կան, ես հակառակը կառաջարկեմ ձեզ ակտիվ ներգրավեք այդ աշխատանքի մեջ, որպեսզի ունենանք ի վերջո լավ լուծում այս մասով։ Մանավանդ, որ եթե կա շահագրգռվածություն կառավարության կողմից է, եթե փոխվել է մոտեցում եւ կա շահագրգռվածություն, շատ ավելի լավ։ Այսինքն դա նշանակում է ավելի արագ եւ ավելի ինտենսիվ կարող ենք առաջ գնալ այս ուղղությամբ։ Եվ վերջինը, տեսեք, կանխարգելման կարևոր
բաղադրատարերից նաև լուսաբանման, կրթական ծրագրերում ինտենսիվ այս թեմայի անդրադարձն է։ Ես երբ որ ասում եմ նաև կանխարգելում, նկատի ունեմ նաև այս համակարգային լուծումը։ Այսինքն թե տեղեկատվական քարոզչությունը, թե անմիջական կրթական հաստատություններում նման առանձին ծրագրերի իրականացումը, հիմա տեսեք դուք գնում եք համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ինչը խրախուսելի է, բայց բոլորի համար էլ պարզ է, որ Telegram-յան ալիքներով այս այլանդակությունը տարածել է այսօր գրեթե գոնե այս պահին, գրեթե անհնարին բացահայտումների շարքից է, այստեղ պետք է շատ ավելի արդյունավետ ինչ-որ լուծումներ գտնել։ Այսինքն, եթե մենք ձևակերպում ենք ուղղակի ձևակերպման համար, բայց չկա այդ գործիքը, որը որ կբացահայտի դա, սա կարող ավելի վատ հետևանք ունենա օրենքի կիրառման տեսակետից, այսինքն օրենսդիրը սահմանել է մի հատ կանոն, բայց գործադրողը չի կարողանում դա գործադրել։ Շատ ավելի այլ մեխանիզմներ կարծում եմ այս առումով նաև կառավարության ներկայացուցիչը երևի բաներ կունենա ասելու։ Այնուամենայնիվ նախաձեռնությունը խրախուսելի է, գնահատելի է, բնականաբար մենք քաջալերում ենք, որ այսպիսի նախաձեռնություններ շատ լինեն։ Խնդրեմ, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ նաև մեր պատգամավորներին, ովքեր ներգրաված են այս խնդրի լուծման մեջ, գործընկերներին, ում դուք նշեցիք։ Նշեմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաներով կամ հաղորդակցության միջոցներով ցույց հանցագործությունը կատարելը խստացնող դրույթ սահմանելով, մենք ինչ հարց ենք լուծում, որպեսզի այս քաղաքացին, եթե անգամ չնչին անգամ 1 գրամ ինքը իրացնում է համացանցի կամ ձեր ասած Telegram կանալների կամ հաղորդակցության այլ միջոցներով, դա լինի խստացնող եւ պատիժը լինի մինչեւ 14 տարի գործող մինչեւ 6 տարվա փոխարեն։ Ինչ վերաբերվում է, երբ դուք ասում եք չի բացահայտվում կամ անհնարին է Telegram կանալների բացահայտումը, ի ուրախություն մեզ պետք է ասեմ, որ այդքան էլ այդպես չէ եւ իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել են տասնյակ դեպքեր, երբ Telegram կանալներ օգտագործող անձինք ձերբակալվել են եւ հայտնաբերվել են, դրա հետևանքով նաեւ այդ Telegram-յան ալիքները ջնջվել են եւ այլևս չեն գործում։ Նաեւ քննչական կոմիտեն մի տեսանյութ է տարածել, թե ինչպես են Telegram կանալների որոշ անձանց շղթայի մեջ գտնվող անձանց հայտնաբերվել եւ առաջիկայում նրանք կընդհանրեն քրեական պատասխանատվության։ Իհարկե, շատ բարդ է իրավապահ մարմինների համար այդ նորագույն տեխնոլոգիաների դեմ պայքարելը, նաև հաշվի առնելով, որ մեր ուժային կառույցները պակաս հագեցած են տեխնիկական առումներով, բայց ունենք դեպքեր, երբ Telegram կանալների սպասարկող տնօրինող անձինք բացահայտվել եւ պատասխանատվության են ենթարկվել եւ այսօր գտնվում են կալանքի մեջ, այնպես որ խստացումը տեղեկատվական տեխնոլոգիաներով հանցագործությունը կատարելու պետք է անել եւ դա կբերի իր օգուտը եւ ելի եմ կրկնում անգամ 1 գրամ թմրամիջոց վաճառելու դեպքում ինքը կհամարվի խստացնող, եթե դա տեղի ունենում Telegram-ի միջոցով եւ հնարավոր կլինի սրանով նույնպես կանխարգելել։ Ինչ վերաբերվում է նրան, որ պատժի խստությունը չի բերում կամ մասամբ է բերում, լավ, որպեսզի ժամանակը շատ չտանեմ, կառավարության գործընկերոջ ելույթից հետո կասեմ նաեւ այս